Եվրոմեդիա 24-ի հարգելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր եթերում։ Այսօր շարունակում ենք քննարկումները երկրի ներքին եւ արտաքին հարցերի շուրջ։ Այսօր քննարկում ենք այդ հարցերը մեր շատ հարգարժան քաղաքական գործիչներից մեկի հետ, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եկաք խաղավար։ Ի վերջո առաջի հարցս կուզենայի sense ռեպլիկի բանով, հա, ձեզ հարցնեի, երբ որ հռչակում եք անկախության հռչակագիրը 1991 թվականին, երբևէ ձեր մտքով անցնում էր, որ Հայաստանի Հանրապետությունը այս վիճակում կհայտնվի եւ դուք կտեսնեք այդ վիճակը, այսինքն թե դուք ուրիշ պլաններ, ուրիշ ծրագրեր, ուրիշ տեսլական ունեիք այն ժամանակ, ոնց է անցնում էր ձեր մտքով տենց բան։ Չէ, իհարկե վտանգների զգացողություն կար, որովհետև դուրս ենք եկել մի ամբողջ իմպերիայի դեմ, բայց իմ մտավախությունը ամբողջապես ուրիշ էր։ Եթե մենք ընդ որում շատ բանաձևված էր, եթե մենք հաղթահարեինք առաջին հանրապետության փորձության շրջանը 2.5 տարին, դա ինձ համար խորհրդանշական է, ես մտածում եմ։ Այսինքն, եթե մենք իմպերիայի հարվածներին դիմանանք 2.5 տարի, մենք դուրս կգայինք մայրուղի, դա էր իմ մտավախությունը։ Իհարկե մենք անցանք այդ մտանք մայրուղի, ավելի քան 5 տարվա ընթացքում երկիրը ամբողջապես իր ինստիտուտներով կայացավ եւ անկախացավ, դարձավ լուրջ միջազգային սուբյեկտ, բայց երբեք ձեր հարցի պատասխանը չէի կարող մտածել, ամենադաժան երազի մեջ չէի կարող պատկերացնել, որ 30 տարի հետո մեր երկիրը կգտնվի ոչ թե վտանգների մարտահրավերների առաջ, այլ զուտ գոյաբանական խնդրի առաջ եւ պետականությունը կորցնելու խնդրի առաջ։ Դա իմիջիալոց եւ 90-ի օգոստոսի 23-ին էր եւ 91-ի ձեր ասած Գերագույն խորհրդի որոշման ընթերցման ժամանակ, երբ որ Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն։ Այսինքն երկու փաստաթղթի ժամանակ էլ այդ մտավախությունները եղել է։ Բայց ոչ այսքան հիմա իրապես մենք տագնապալի փուլում ենք։ Միշտ փորձում եմ ավելի չգունազարդել իրողությունները, ավելորդ ստրեսներ չմատուցել մեզ լսողներին, բայց նաև չասել այն ինչ տեղի ունենում այսօր, դա էլ կլինի մի ուրիշ տեսակ, այսպես մի կողմ քաշվել եւ չասել դժվար պահերը, դժվար իրականություն, դա էլ ազնիվ չի։ Ասեմ, որ իսկապես մենք գտնվում ենք շատ լուրջ հորձանուտում, շատ լուրջ, մի մասը կախված է մեզնից, մեր ապաշնոր քաղաքականության արդյունքում ենք այդպիսի վիճակում հայտնվում, մի մասն էլ իրավացիորեն կախված չէ մեզնից։ Փոքր ազգերը ձեի ճակատագրական բայր շատ են ունեն, երբ ուրիշներն են որոշում իրենց ճակատագիրը կամ ոնց որ աշխարհը հիմա հենց այդ վիճակում է եւ ցավալիորեն ուզում եմ արձանագրել, որ ռեզոնանս է տեղի ունեցել։ Մեր ապաշնորությունը նպաստել է այդ դրսի ճնշումներին կամ դրսի ճնշումներն էլ բերել են մեր ապաշնորության դրսևորումների պարզ բացատրելու համար հետեւյալն է միտքս, որ եթե դրսի մարտահրավերները ահագնանում են, ուժեղանում են, ներսում դու կոնսոլիդացիա պետք է ապահովես, որովհետև ինչքան ուժեղ է դրսի վտանգը, դու պետք է ներսում այնքան կծկվես, ինքնապաշտպանական ռեժիմի անցնես, նույնիսկ մեկուսացման ռեժիմի պետք է անցնես, մինչև այդ քամիները, այդ հոսանքները անցնեն, մինչդեռ Հայաստանի իշխանությունների անհամակարգ մտածողության, անհեռատես, անսկզբունք մտածողության արդյունքում մեր ներքին անցուդարձը նպաստում է, որ մենք ավելի խոցելի լինենք արտաքին մարտահրավերներին։ Ու դա բազմաթիվ է, այս ներքին քարուքանդանել է եկեղեցու դեմ պայքարը, բանակի դեմ պայքարը, բանակի թուլացումը, քաղաքացիական հասարակության թուլացումը, մարդկանց ապաթիայի բերելը, իշխանական այդ հիմարությունների, այդ ցուցադրական աննորմալությունների պատճառով ժողովրդին հիասթափության, ապաթիայի բերել, այս ամենը նպաստում է, որ մենք չունենանք այն անհրաժեշտ պատյանը, որով կարող է դարսի մարտահրավերներին դիմակայել։ Մանուկյան, նայեք, հիմա մարդիկ օրինակ մի ժամանակ, հա, տենց նարատիվներ էին պտտվում քաղաքական դաշտում, որ
Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը ավելի շատ կողմնակից էր զիջողական քաղաքականությանը եւ Նիկոլ Փաշինյանը նաեւ ձեր գաղափարները կիսելով, հա, ձեր խմբակցությունում խորհրդանում падգամավոր էր, բոլորս հիշում ենք։ Հիմա եկել է մի հատ հետաքրքիր իրավիճակ, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին խոսացող են նույն մարդիկ, ովքեր որ մեղադրում էին, հա, այդ զիջողականության եւ այլն մեջ, հիմա այդ մարդիկ փոխվեցին եւ հասկացան, որ փաստորեն ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանն էր զիջողականը, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին զինակից Նիկոլ Փաշինյանը, որ եկավ հետո իշխանության եւ հիմա մարդիկ երանի են տալիս այդ խոսույթին, այսինքն այն ինչ որ Լևոն Տեր-Պետրոսյանն էր առաջարկում։ Հետաքրքիր է, էլի տարիների էս բանը որ sense նայում ես, շատ մարդկանց համար նաեւ ուրիշ բացասական բաներ չէ վերագրվում առաջին նախագահի իշխանության տարիներին, մութ ու ցուրտ տարիներ, դժվար տարիներ, խնդիրներ, բայց այսօրվա հետ էլի համադրելով, երբ որ խանութներում ամեն ինչ կա, հացի հերթ չկա, բայց ունենք ձեր ասելով գոյաբանական խնդիրներ ու Արցախի կորուստ, ասած հիմա այսինքն ամեն ինչ ժամանակի ընթացքում է փաստորեն ստացվում, որ մարդիկ սկսեն հասկանալ ինչ էր կատարվում նախկինում եւ ինչ է կատարվում այսօր։ Ոնց է օրինակ նայել մարդի համար։ Ձեր նախաբանի մեջ ընդամենը 3 տարի բացակայում, ոչ թե զիջման քաղաքականություններ, այլ փոխզիջումների քաղաքականություններ, դրանք շատ տարբեր են, որովհետեւ զիջումը երբ միակողմանի է, փոխզիջումը երբ երկկողմանի է։ Տեր-Պետրոսյանի ծրագիրը ամբողջապես ի սկզբանե փոխզիջումային էր, մենք տալիս էինք որոշ բաներ, ստանում էինք որոշ բաներ, շատ քիչ ուզում էինք, լավ, արդյունքում դա էր մեծ փոխզիջումային ծրագիր, որի արդյունքում Ղարաբաղի այնտեղ ապրելու եւ ինքնորոշման խնդիրը լուծվում էր։ Եվ Ադրբեջանը համաձայն էր դարձ, սա էր պատմական անջը։ Եվ շատ ճիշտ է արձանագրում, որ բոլոր այն քաղաքական ուժերը եւ անհատները, որոնք դեմ էին այդ փոխզիջումային ծրագրին, որոնք համարում են դա զիջումային ծրագիր է, որտեղ ասում են ոչ մի թիս հող եւ զիջում արյունով վերածարյունով, երբ որ նեղ վիճակում կլինենք այն ժամանակ կգնանք փոխզիջումների, հիմա դրանք բոլորը սկսել են քննադատել Նիկոլ Փաշինյանին իր այս ամբողջապես իսկապես զիջումային քաղաքականության համար, երբ որ իրենք են դրթել, իրենք են իրենց գործունեությամբ մղել Նիկոլ Փաշինյանին այս վիճակի մեջ։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը այդ մասով անմեղ է, որ իր համար նախապատրաստել էին այս կատաստրոֆան, այս կապիտուլյացիան, բայց ինքն էլ վերջին մեղը խփողն էր, ընդ որում խփեց գիտակցաբար, խփեց պատրաստվելով դրան, խփեց այդ ծրագիրը դրսից աջակցողների հետ համատեղ ոչնչացնելու Ղարաբաղյան խնդիրը, հայկական խնդիրը, ընդհանրապես Հայաստանի ինքնիշխանության խնդիրը, այդ բոլորը մի խումբ էին։ Տեր-Պետրոսյանի փոխզիջումին դեմ բոլորը եւ նեող կլինեք այսպիսի գնահատականի համար միակ ուժը, որ եւ այն ժամանակ այն գլխից մինչեւ հիմա եւ այսուհետ լինելու ամենառեալիստական իրատեսական բանը, որը հաշվի առել ոչ միայն այդ արտաքին մարտահրավերները, որի մասին մենք մի քիչ առաջ խոսում ենք, այլ ժամանակի գործոնը։ Ձեր խոսքի մեջ ժամանակի մասին ասացիք, շատ կարևոր է քաղաքականության մեջ ժամանակի գործոնը։ Մի բան որ կարող ես անել այսօր, կարող է վաղը չկարողանաս անել, կամ հակառակը։ Մի բան եթե չես կարող հիմա անել, կարող է վաղը անես։ Եվ այստեղ քաղաքական գործի ստրատեգիական մտածողության, համակարգային մտածողության արդյունքը, նպատակը, իմաստը հենց այդ պետք է լինի, հաշվել նաև քայլի ժամանակի հետ համահունչ լինելը, այսօր անել այդ քայլը, վաղը անել։ Եվ Տեր-Պետրոսյանի այսպես մարգարեական, ընդ որում այդ նույն մարգարեական ճիշտ հաշվարկների վրա էր կանգնած նաև Վանո Սիրադեղյանը, ճշգրիտ հաշվարկների հիման վրա այդ մարդիկ նաև ժամանակի գործոնն էին դնում, երբ անել քայլը, որ նպաստավոր լինի, որ կորուստները քիչ լինեն։ Այդ Վազգեն Սարգսյանի քաղաքական կոպիտ սխալներից մեկը նա էր, որ հայտարարեց, որ զիջումի կգնանք, զիջման կգնանք այն ժամանակ, երբ որ ստիպված լինենք։ Իսկ ստիպված ժամանակ արդեն չես գնում զիջման, այլ գնում ես կապիտուլյացիա։ Այնպես որ այդ առումով Հայազգային կոնգրեսի սթափությունը միշտ եղել է բարձունքի վրա, մենք լավ ենք զգում, որ ճիշտ ենք այդ առումով։ Ուրիշներ չեն հասկանում, որ ժամանակի գործոնը, ստրատեգիական մտածողությունը, մեծ չխոսալը, պռոտաբանությամբ չզբաղվել, պետության քաղաքական ղեկավարության այբուբենը պետք է լինի։
որը այսօրվա իշխանություններից բացարձակ հեռու է, այս մարդիկ մտածում են այսօրվա խնդրով առավոտյան կարող են մի սկզբունք որդեգրել, երեկոյան մերժել դա, հաջորդ առավոտյան մերժել երեկոյան թմնածը, այսինքն ոչ համակարգված, ոչ մտահոգ, ոչ այսպես հաշվարկված քաղաքականության արդյունքում այսպիսի կորուստներ են ունենում։ Եղել են երկրներ, որ նույն վիճակ Վրաստանը նույն եզերի անհաշվ նկատ բաներով գնաց, բայց հետո զգացին որ սխալ տեղ են գնում եւ հետ կանգնեցին։ Մենք հիմա ուղիղ գնում ենք այդ սխալի ուղղությամբ, մասնավորապես շատ ինձ համար ցավալի է եւ քննադատելի է, որ Հայաստանը այս գոնե ամենավերջին 20 օրվա արդյունքներով ասում որ ստորագրեց, որ ինքը գործիք է եվրոպական կառույցների համար, որ ինքը համաձայն է դրսի ծրագրերը, դրսի պրոյեկտներ իրականացնել Հայաստանում, դրանով բերելով մեծ ռիսկի, մասնավորապես թրիպի հետ կապված այս փաստաթղթի ստորագրումը, ակնհայտ է, որ Հայաստանում ստեղծեց հակաիրանական, հակառուսական, հակաչինական կենտրոն, եւ այդ կենտրոնները դեռևս արտահայտելու են իրենց ոնց ասեմ ծրագրերը, ասելիքը, գործողությունները, մենք դարձանք գործիք կամավոր։ Մենք համաձայնեցինք ստորագրել մի թղթի տակ, որը նշանակում է գործիք ինչ որ մեկի ձեռքին մյուսների դեմ աշխատելու համար։ Եվ սա մեր թանկ է նստելու։ Այն որ ես ասում չեմ ուզում գույները մքացնել, բայց այստեղ չեմ կարող չմքացնել։ Տրիպը դառնալու է ական ամբողջ տարածաշրջանի համար։ Տրիպը դառնալու է խնդրեմ Հայաստանի հետագա հարաբերությունների համար։ Տրիպը դառնալու է խնդրեմ Հայաստան-Իրան հարաբերությունների համար։ Այսինքն մենք փոխարենը հավասարակշռված, բալանսավորված շահագրգիռ կողմերին, գերտերություններին ոգևորեինք, նպաստեինք, որ այդ մարդկանց շահերը այստեղ համընկնեին եւ մեր շահերը համընկնեն, մենք կիսվեցինք մերժելով 5 գործընկերներին, գնալով նոր գործընկերների գիրք, որը վատ չի, եթե չես մերժում նախկիններին, բայց արդյունքում ստանալով մի հատ պայթունավտանգ տարածաշրջան, ստանալով հեռանկարի ժամանակի առումով այդ նույն գործոնը հաշվի առնելու վտանգավոր մի օջախ, որը կարող է Հայաստանի ճակատագրի վրա շատ բացասական ազդեցություն ունենալ։ Դոնալդ Տրամփի այդ հրամանը ոնց որ գործում է եւ մարդիկ տեսնում են, որ այդ նավերն են գալի արդեն մերձավոր արևելք, սուզանավեր, ինչ որ տեխնիկա է տեղափոխվում եւ այլն։ Շատ վերլուծաբաններ գրում են, որ Իսրայելն է հարձակվելու առաջինը Իրանի վրա, տարբեր այլ լրատվականներ տալիս են, որ Ամերիկան է հարվածներ հասցնելու։ Ինչ է կարծում, իրատեսական այս անգամ լուրջ ռազմական օպերացիա Իրանի դեմ եւ իշխանության փոփոխություն, քանի որ շահի որդին պատրաստվում է գալ Իրանում իշխանությունը վերցնել եւ ներքին առումով էլ Իրանում անկայուն վիճակ է։ Սկսենք նրանից, որ սա նոր չէ, վաղուց հայտարարված է հակաիրանական բլոկի ստեղծման մասին եւ ամենավին ամերիկացիները չեն թաքցրել, որ նաեւ Հայաստանը կարող է հակաիրանական բլոկի մաս կազմել։ Սա է մեզ համար ամենա վտանգավորը, հասկանում եք, այսինքն մենք հայտարարված պատերազմի մաս կազմեցինք եւ Թրիպի եւ Տրամփի ակտիվացումը այս շրջանում երկու մեծ խնդիր է լուծում։ Մենք 3-րդ կամ 5-րդական կարգի խնդիր ենք այդ առումով։ Մեկը հակառուսական խնդիրն է Ուկրաինայի հետ կապված, Ռուսաստանին միշտ վախեցնել, սպառնալ, որ կարող է Հայաստան, ոչ միայն Հայաստանն, այլ Հարավային Կովկասը դառնալ նոր օջախ Ռուսաստանին խեղճացնելու, թուլացնելու համար, եւ երկրորդը, որը կրկին չի բարձրացակ չի թաքցվել, դա հակաիրանական կոալիցիան է։ Եւ հիմա այդ հակաիրանական կոալիցիայի գործընթացը անցնում է գործնական փուլ, այստեղ ամենևին կարևոր չի Իսրայելը կլինի, թե Միացյալ Նահանգները կլինի, վերջին հաշվով Իսրայելը մոզգն է նաև ամերիկյան քաղաքականության թելադրողներից մեկն է, ընդ որում դոմինանտ թելադրողներից մեկը, այնպես որ իրանք եթե թելադրեն հիմա կարևոր չի ով այդ կիրականացնի, կարևորը այն է որ մենք ռիսկի գոտում ենք։ Ձեր կարծիքով մենք նեյտրալիտետ չենք պահելու, այլ դառնալու ենք կողմ։ Մենք պետք է փորձենք նեյտրալիտետ պահել, գոնե այն առումով, այստեղ մի բան եմ խնդրում որ պարտադիր հաշվի առնենք եւ մեր բոլոր լսողները սա հաշվի առնեն։ Այս մեծ պատերազմների ժամանակ ամենևին կարևոր չի, երկիրը դեմոկրատ է,
թե ֆաշիստական է, թե դիկտատորական երկիր է։ Հիմա մենք այնպիսի քաղաքական իրավիճակում ենք գտնում, որ դեմոկրատիան չէ դոմինանտ ուժը երկրներին բնութագրելու համար։ Այսօր քանի որ չկա միջազգային կանոնակարգ, չի գործում ոչ ՄԱԿ-ը, ոչ ԵԱՀԿ-ն, ոչ բանաձևերը, ոչ կոնվենցիաները, այլ գործում է զուտ ուժը։ Մենք մտել ենք աննորմալ մի փուլ, որ Եվրոպայի 800 տարվա քաղաքակրթական արդյունքները, մարդու իրավունքները եւ դեմոկրատական արժեքները գործ չունեն, չեն աշխատում։ Այդ առումով 2-3 օրինակ ասեմ, Ադրբեջանի ոչ դեմոկրատ լինել ամենևին իրան չի խանգարում Եվրոպայի այդ տալ առնել, նավթ տալ, բենզին առնել, գազ առաքել, Ռուսաստանին իր ոչ դեմոկրատական լինել ամենևին չի խանգարում խեղճացնել այդ դեմոկրատական 800 տարվա ավանդույթ ունեցող եվրոպական համայնքին, նույնն էլ Իրանը հաճախ գործարծում են, որ Այաթոլլահ Խոմեյնիի սիստեմը պետք է գնա, սիստեմի մասին չի խոսքը, երկրի մասին է խոսքը, օրինակ, ինչ իշխանություն է լինի Իրանում, մենք պետք է նրանց հետ հարաբերություններ լավ պահենք, ինչ իշխանություն է լինի դեմոկրատական, ոչ դեմոկրատական Ռուսաստանում, մենք Ռուսաստանի հետ պետք է լավ հարաբերություններ պահենք, որպես գերպետություն, որպես տնտեսության մի այնպիսի հզոր պաշար ունեցող երկիր, որից խուսափել չես կարող։ Քաղաքականությամբ կարող է փորձես խուսափել, կարող է ինքնուրույնությունդ պահել, բայց տնտեսության առումով չես կարող։ Նույնը Իրանին։ Այդ առումով է, որ Ամերիկայի հարձակումը Իրանի վրա պետք է դիտարկել ոչ թե դեմոկրատական համակարգը հարձակում է ոչ դեմոկրատական համակարգի վրա ծափուրախություն իր լավ բան է Այաթոլլահ Խոմեյնին գցել ամենևին։ Դե ինչ որ մասակա է, տենց է մտածում եւ դա իրանց իրավունքն է, բայց ես որպես Հայաստանի քաղաքացի, որպես քաղաքականությամբ զբաղվող իմ հիմնական խնդիրը պետք է լինի Իրանի ստաբիլ կայուն կանխատեսելի վիճակը, որի հետ Հայաստանը պետք է ունենա հարաբերություններ։ Նույնը Ռուսաստանի հետ, ընդ որում նույնը Թուրքիայի հետ։ Սա այնպես չի իմ ու ձեր, մեր ու որ նրանց երկրների մասն է խոսքը։ Հայաստանը պարտավոր է կանխատեսելի հարաբերություն ունենալ բոլոր յակից հարևանների հետ։ Եվ այստեղ այս դեպքում քո մոտեցումները առաջիկա այդ պատերազմներին, հեղաշրջումների լրիվ փոխվում է։ Իրանց ժողովրդի խնդիրն է, իրանք ինչ կանեն։ Բայց իմ խնդիրը Իրանի սահմանը Հայաստանի սահմանի հետ միշտ բաց լինի, միշտ աշխատող լինի, մեր հին բարի դրացական հարաբերություններ միշտ աշխատեն։ Եվ կրկնում եմ դա բոլորի հետ, Թուրքիայի հետ։ Թուրքիայի հետ մինչև հիմա շատերը չգիտեն, ես երկու փաստ ասեմ։ Ոչ մեկը չգիտի, որ մենք Թուրքիային էներգիա ենք տալիս, մենք Թուրքիայից բենզին ենք առնում։ Չգիտի, մեր քաղաքական դաշտն չի։ Ամեն տարի պարտադիր, ոչ շատ, հենց հիմա 24-ին, 25-ին մենք Թուրքիային տվել ենք միշտ էլեկտրական հոսանք, մոտավորապես 30 միլիոն կիլովատ-ժամ, մինչև 60 միլիոն կիլովատ-ժամ։ Դա տրվել է բանով, Վրաստանի։ Եվ նույն տարածքով էլ մենք Թուրքիայից վառելիք ենք ստացել։ Ոչ շատ, մոտավորապես 12-13 միլիոն դոլարի սահմանը, բայց ստացել։ Դա նորմալ է։ Ընդ որում ես հիմա առաջնելով ասեմ, նորմալ է նաև Ադրբեջանի հետ հարաբերություններ ունենալ մանավանդ տնտես։ Եթե դա քաղաքական չէ, եթե դա մեր քթից չի գալու, եւ եթե խնդիրները լուծված են։ Հասկանում եք, եթե դուք ունեք գերիներ եւ ունես 340 մետր տարածք, որը մեր քարտեզում չէ այսօր իրականում, դու ում հետ ես առևտուր անում եւ գնում եք Դավոսներում շնորհակալություն հայտնում, անարժանապատվորեն, նվաստացած, որ բոլորիս արժանապատվությունը կպնում է այս ամենը։ Էլի առևտուր, էլի պայմանագիր կնքի, բայց երբ որ լուծված է հիմնական խաղաղության հետ կապված խնդիրները, կոնկրետ գոնե երկու պարզ խնդիր ես ասում եմ, մեկը գերիներն են, մեկը տարածքային ամբողջականության խնդիր, որից հետո գնարա ով ասում։ Բայց ոչ այս պայմանում, երբ որ դեռ ինքը քոարայտ ունի ցուցակ քաղաքական պահանջների, ցուցակ սահմանադրություն, հռչակագիր, տարածքներ, ադրբեջանցիների վերադարձ եւ այլն, մի ամբողջ ցուցակ, եւ այդ ցուցակի դեպքում դու parlamentum հայտարարում ես բառերը կրկնում ես, անվերապահորեն եւ միանշանակ մենք միանում ենք Ադրբեջանի էլեկտրական համակարգին։ Բա ամոթ չի, բա խայտարակություն չի։ Ինչ ես մտածում են գերիների մասին, որոնք այնտեղ են, որ տարածքը գիտեք քանի եկեղեցի ու դպրոց ոչնչացվեց Ղարաբաղում։
300 դպրոց, 500 Եվ ոչ մեկ եկեղեցի։ դրանից չի խոսում։ Ոչ մեկը դրանից չի խոսում, որ ասում են սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում, Հայաստանը պիտի աղմուկ բարձրացնի, Հայաստանը պիտի բողոքի իր իրավունքների, իր պատմական արժեքների ոչնչացման համար, իր տարածքի վրա աճք ունենալու համար։ Տեսել եք մեկը խոսի։ Շնորհակալություն են ասում երակի խոնարհվելով Ալիևին։ Դե ժամանակներն են այդպեսին։ Ժամանակը սա այդ կապ չունի, պետք է արժանապատիվ լինել, նամուս ունենալ։ Վերջին հաշվով մենք ներկայացնում ենք ոչ չորրորդ կարգի ազգ էլի, պատմության մեջ, քաղաքակրթության մեջ, ժամանակակից պատմության մեջ դեր ունեցած ազգ, համաշխարհային մշակույթին տված ազգ, համաշխարհային կրոնին տված ազգ։ Վերջին հաշվով այս աշխարհում Հայաստանը ճանաչվում է իր մարդկանցով, իր գիտական պոտենցիալով, իր մշակութային պոտենցիալով, իր պատմական արժեքներով։ Բան ենք, չէ՞ մենք աշխարհի մաս ենք կազմում, Եվրոպայի մաս ենք կազմում, ռեգիոնի մաս ենք կազմում, պատմության մաս ենք կազմում։ Քեզ պիտի արժանապատիվ պայես։ Նվաստացումը ախր ինչ ասես, զուգահեռվում է Հայաստանի հետ։ Մենք այսօր ամենաանարժանապատիվ դրսևորումներն ենք ունենում այս իշխանությունների շնորհիվ։ Սա ամոթ է։ Մեր ազգը չպետք է այսպիսի բանը հանդուրժի։ Սա պիտի վերջ ունենա, որովհետև սա մեր տեսակի գենի հետ բացարձակ կապ չունի։ Ամոթ է այս ձևի իշխանություն ունենալը եւ թույլատրելը, որ իրենք այսպիսի գործունեություն են վարում, մեր նվաստացման ցուցիչն է։ Հիմա 26 թվականն է, մի քանի ամսից խորհրդարանական ընտրություններն են եւ մեր քաղաքացիները դա պետք է որոշեն, թե ինչ ճանապարհ են ընտրում եւ իրենց ընտրությամբ կամ այս կողմ կամ այն կողմ իրենք որոշեն, թե Հայաստանի ապագան ոնց են պատկերացնում։ Հիմա դուք հայտարարեք, որ մասնակցում եք ազգային ժողովի ընտրություններին եւ ունեք նույնիսկ ձեր վարչապետի տեխնացուն եք հռչակի արդեն մի քանի բառ խոսենք ինչ է սպասվում եւ ինչ ծրագրեր ունեք, ոնց եք պատկերացնում խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու բանաձևը ձերը որն է եւ ում վրա եք հենվելու հիմնականում։ Շնորհակալ եմ։ Երևի կրկնեմ, որ մենք ասելիք ունենք, մեր ասելիքը նոր չէ, մեր ասելիքը ինտեգրման քաղաքական ծրագիր է, ռեալ քաղաքական խաղաղության ծրագիր է, տնտեսական զարգացման շատ ռեալ ծրագրեր ունենք եւ որը նաեւ համահունչ է այսօրվա արհեստական բանակցության, նոր տեխնոլոգիաների, նոր զարգացումների հետ կապված, այսինքն եւ մեր հին խոսքն է ուժի մեջ եւ դա այսպես փաթեթավորվելու է նոր տեխնոլոգիական ժամանակակից առաջընթացների հետ։ Բոլորը Հայաստանի քաղաքական դաշտում ես դիտարկում են որպես ռեալ, իրատեսական, դառը ճշմարտություններ ասող քաղաքական ուժ, որը միշտ չի որ մեզ բանը դիվիդենդ է բերել, երբեմն նաև խանգարում։ Մենք գնում ենք այդ ծրագրով, ունենք քաղաքական միտք եւ քաղաքական կառույցներ։ Շատերը չունեն։ Մենք էլ ունենք մեր դժվարությունները։ Մեզ համար խիստ դժվար է այս բան ֆինանսական հարցը, ընտրությունների հետ կապված։ Մեզ համար այն, որ մենք համաձայն ենք եւ գնում ենք մենակ, դա որոշված է, ռեալ է, մենք պատրաստվում ենք մինչեւ վերջել գնալ մենակ, որը չի բացառում ամենևին, որ հնարավոր են ընթացքում կոալիցիաներ, դաշինքներ ձևավորվեն, որը մեզ համար նախընտրելի է։ Նախընտրելի է ոչ թե նրա համար, որ մենք կզիջենք ինչ-որ բան, կշահենք ինչ-որ բան, այդ դեպքում կարող ենք կորցնենք ինչ-որ մեր ինքնունության մասին, բայց կշահենք իշխանությունը փոխելու խնդրի շուրջ։ Այսինքն որքան մեծ ու շատ հզոր լինեն կոալիցիաները, այնքան հեշտ կլինի Նիկոլ Փաշինյանից ազատվելը, որովհետև կա մի հատ իրականություն, ակնհայտ իրականություն։ Նիկոլ Փաշինյանը որքան էլ ունենա վարչական լծակ, չունի անհրաժեշտ ռեյտինգը եւ ազդեցությունը, ասենք գոնե 15% կամ 20% հավաքելու։ Ակնհայտ է, որ ինքը շատ ցածր ռեյտինգով տեսականորեն արդեն պարտված է, որովհետև եթե ունենա X միավոր, ապա 100-ից հանած X մի 3 անգամ մեծ է, այսինքն 60%, 70% այլ դաշտում է, որոնք ծվատված են, որոնք տարբեր են, որոնք կարող է իրար չեն լատում, չեն սին, բայց չեն միանում։ Եվ այդ առումով, եթե ստացվի համախմբում կամ ներդաշնակ աշխատանք քաղաքական ուժերի միջև, որը կարծում եմ հնարավոր է, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանին գցելը շատ հեշտ կլինի, շատ հեշտ կլինի։ Այսինքն քաղաքական դաշտի խնդիրը հետեւյալը պետք է լինի։ Ինչ որ ձևով համախմբել ուժերը,
բոլոր նրանց, ովքեր ուզում են Նիկոլ Փաշինյանից ազատվելը, իսկ դա կրկնում եմ 3 անգամ ավելի շատ է, քան Նիկոլ Փաշինյանի հնարավոր մաքսիմում տեսական ձայների քանակը, այդ խնդիրը կարող է լուծվել։ Մեկ դա է խնդիրը, քաղաքական ուժերի համատեղ աշխատանքը, եւ մյուսը, որ ես միշտ եմ կրկնում ու միշտ կրկնում եմ, քաղաքացու մեջ քաղաքացուն արտնասնելը։ Մեր քաղաքացիները այսօր իշխանությունների երկար տարիների հետևողական աշխատանքի արդյունքում մտել են սեփական պատյանները, սեփական բնականից դուրս չեն գալիս, սեփական խնդրից դուրս չեն գալիս։ Իրենք սեփական պատյանի մեջ շատ ակտիվ են, բիզնես են անում, երեխային դաստիարակում, ռեստորաններ են գնում, ճանապարհորդում են, ակտիվ են ամեն ինչում, այսինքն որպես անձ Հայաստանի քաղաքացին շատ լավ վիճակում է, աշխատում է, համերգային դահլիճներ գնացեք, տեղ չկա, ռեստորաններ, սրճարաններ գնացեք, տեղ չկա, գնացեք որևէ շոու, կրկես, ուր ուզում եք գնացեք, տաքսիներին տեղ չկա, բոլորը տաքսի են պատվիրում, բոլորը խանութներում անընդհատ առևտուր են, որպես անհատ, որպես առանձնյակ, հա, մարդը ակտիվ է Հայաստանում, շատ пассив է մարդը Հայաստանում, երբ որ խնդիրը վերաբերում է Հայաստանին։ Գուցե չի վստահում ոչ մեկ։ Իհարկե չի վստահում, հույսը չի տեսնում, չի վստահում, այդ անշուշտ խնդիրը կա, բայց նաև իշխանություններն էլ հենց սրա վրա են աշխատում, որ հրապարակ գցեն այնպիսի քաղաքական գործիչներ, որից մարդը զզվում է, որից խուսափում է, որից վախենում է, եւ այս դաշտում իր վարչական լծակ այդ 10% աշխատում է։ Շատ པարզ ծրագիր է, պրիմիտիվ ծրագիր է, բայց աշխատող ծրագիր է։ Հիասթափացնել, ներկայացնել բոբոներ, վատ, անգրագետ, գող, հանցագործ, նախկին ներկայացուցիչ պիտակ ուզում ես կպցնում, եթե բոլորին այդպես պիտակավորում ես, շարում ես սեղանի վրա, այդ քաղաքացին կասի ես ում գնամ սրան ընտրեմ։ Հենայինք էլի թողնա։ Այդ 10%-ը արդեն այս դեպքում աշխատում է։ Այդ քաղաքացուն բերելու քաղաքացու պատյանի մեջ Այս կլինի առաջիկա մի քանի ամիսների խնդիրը։ Երբ որ քաղաքացուն ասես քո կենտրոնից դուրս արի, թող քո կենտրոնը, ուշադրության կենտրոն դառնա Հայաստանը, մի օր, մի ժամ, մի օր, չգիտեմ, այդ ժամանակ խնդիրը կլուծի։ Մի հատ օրինակ ասեմ, հարգելի Վահան, ու սրանով ավարտենք։ Ռաֆայել Պապայանն էր այս առակը կամ չգիտեմ, ասույթը ինձ պատմում։ Ասում էր, գիտես ինչի է Զվարթնոցը փլվել։ Ասում է ասա, դե ասում է Զվարթնոցը ուներ 36 սյուն։ 36 սյուներից մեկը մի պահ մտածում է, որ իր բոլորի ուսերի վրա է գմբեթը, եթե ինքը մի պահ դադար տա, հանգստանա, ուսերի չհասնի այդ գմբեթը պահելու պարտավորությունից, այն 35 մնացած սյուները կպահեն, ինչ պիտի լինի, որ մեկի բացակայությամբ։ Եվ ասում է գալիս է մի պահ պատմության մեջ, երբ որ 36 սյուներն էլ նույն ակնթարթին նույն բանն են մտածում, եւ Զվարթնոցը փլվում է։ Հայաստանի քաղաքացիները այսպես պետք է մտածեն։ Իրենք բոլորը մտածում են, ոչինչ, ես այսօր չզբաղվեմ ընտրություններով, ես չզբաղվեմ այսօր Հայաստանի կամ եկեղեցու կամ բանակի խնդիրներով, իմ խնդիրներով զբաղվում, այնտեղ 3 միլիոն մարդ կա, առանց ինձ էլ իրանք խնդիրը կլուծեն, բայց հիմա մենք կարող ենք մոտենանք այն պահին, որ 3 միլիոնն էլ մտածեն, որ առանց իրենց երկիրը կարող է մնալ եւ ապրել, ու երկիրը կարող է քանդվել։ Մենք այնպես պետք է անենք, որ չունենք շատ կարևոր մեսիջ հասարակությանը։ Շնորհակալ եմ, որ եկաք, հետաքրքիր հարցերի շուրջ խոսեցինք։ Եվրոմեդիա 24-ի հարգելի հետևորդներ, այսօրվա իմ հյուրն էր ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, իսկ մենք կհանդիպենք։